Մարտի 1-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել ևս 2 նախկին պաշտոնատար անձի նկատմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է, որ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ ազատության հրապարակում նստած ցույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին եւ նրա տեղակալ Վալերի Օսիպյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեի կոլեգիայի նիստում ամփոփվել է նաեւ 2025 թվականը։ Մենք կոռուպցիայի դեմ պայքարում ունենք որոշակի հաջողություններ, սակայն առկա մարտահրավերների պայմաններում դիտարկելիս այդ արդյունքները կարելի է գնահատել բավարար, բայց ոչ լավ։ Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի շարք հանգամանքների վրա, որոնք իմ համար առաջնային են եւ ուղղված են հակակոռուպցիոն կոմիտեի արժեվ ծառացած խնդիրների լուծմանը եւ ըստ էության նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ 2025 թվականին հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 2585 քրեական վարույթ, 296-ով ավելի, քան 2024 թվականին։ Չնայած վարույթների ավելացմանը, ունեցել ենք 890 դատավարական ավարտ, որը նախորդ ժամանակահատվածից ավել է 41-ով կամ շուրջ 5%-ով։ Մեղադրական ենթակացությամբ դատան ուղարկված վարույթների թիվն աճել է 106-ով կամ այլ կերպ ասած 63.5%-ով, իսկ դատի տված անձանց թիվն ավելացել 287-ով կամ այլ կերպ ասած 76.7%-ով։ Իսկ կարճված վարույթների թիվը նվազել է 65-ով կամ 15%-ով։ Այսինքն դրական միտում կա այս առումով։ Ընթացիկ եւ ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր վնասից 2025 թվականին վերականգնվել է շուրջ 2 միլիարդ 370 միլիոն դրամ, որը 2.5 անգամ ավելի է 2021-ից 2024 թվականներին վերականգնված վնասի չափից, ընդ որում 2024 թվականին վերականգնվել է շուրջ 597 միլիոն դրամ։ Դատավարական ավարտ ստացած վարույթները մեծամասամբ եղել են տևական ժամանակ քննվող, այդ թվում նաեւ 2-ից 7 տարի ժամկետով քննվող վարույթներ, որոնք քննության, ապացուցման տեսանկյունից ունեցել են առանձնակի բարդություն, եղել են բազմադրվակ, շատերը հասարակական մեծ հնչեղություն ունեցող, առանցին դեպքերում հանրային քրեական հետապնդման ընդհանուր առավելագույն ժամկետները գտնվել են սպառման եզրին, այսինքն այստեղ մեծածավալ աշխատանք է իրականացվել այդ վարույթներով դատավարական ավարտի հասնելու համար։ Արմեն Ասատրյանի խոսքով դատավարական ավարտ ստացած գործերի մեծ մասը հանրային մեծ հնչեղություն են ունեցել։ Եղել են տարբեր մակարդակների պաշտոններ, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ վարույթներ, խոսքը վերաբերում է նախկին նախագահ, քաղաքապետ, վարչապետ, փոխվարչապետ։ Հնչեղ գործերից ավարտվել է Գագիկ Բեգլայանի վերաբերյալ քրեական վարույթը, նախկին նախագահի վերաբերյալ քրեական վարույթ ավարտվել, վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթն է ավարտվել, Արմեն Գևորգյանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական վարույթն է ավարտվել, ՍԱՏՄ ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն է ուղարկվել, Ջրային կոմիտեի նախագահի վերաբերյալ քրեական վարույթն է ավարտվել։ 2025 թվականին հակակոռուպցիոն կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել։ Գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախկինում գործած նախաքննական վարչությունների հենքի վրա ձևավորվել է կոնկրետ մասնագիտացմամբ 6 նոր վարչություն։ Ձևավորվել է ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչություն, նախկինում գործած ներքին անվտանգության վարչության հենքի վրա, որին վերապահվել է վերահսկողական գործառույթ, ինչպես նաև հանվել է նախաքննական գործառույթի իրականացումը, որը թույլ է տալիս թոթափել ծանրաբեռնվածությունը եւ կենտրոնանալ կոնկրետ իր խնդիրների լուծման վրա։ Օպերատիվ ստորաբաժանումներում 1 օպերատիվ հետախուզական ստորաբաժանման հենքի վրա ձևավորվել է 4 ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, օպերատիվ հետախուզական 2 վարչություն, տեղեկատվական վերլուծական բաժինը եւ օպերատիվ տեխնիկական բաժինը։ Օպերատիվ հետախուզական վարչությունների կազմում ձևավորվել են նաև տարածքային 2 ստորաբաժանումներ՝ Լոռու եւ Շիրակի, Վայոց ձորի եւ Սյունիքի տարածքային բաժինները։ Նաև հակակոռուպցիոն կոմիտեի արդյունավետության բարձրացման, գործնական խնդիրների հաղթահարման, ներուժի արդյունավետ օգտագործման նկատառմամբ տրվել է կոմիտեի նախագահի 48 հրաման եւ 7 հանձնարարական։ Բացի այդ, արդյունքային մոտիվացիան ձևավորելու, աշխատանքը խրախուսելու, լավագույն արդյունքների մասին խոսելու, բացահայտելու, դրանք խրախուսելու համար, այդ թվում նաև ամրապնդելով ծառայական կարգապահությունը, մասնագիտական պատասխանատվությունը, ներդրվել է լավագույն ստորաբաժանում եւ լավագույն ծառայող ճանաչելու կարգ եւ համապատասխան պարգևագրների հանձնման կարգ։ Ամփոփելով 2025 թվականի աշխատանքը կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը պարգևագրեր է հանձնել տարվա լավագույնի կոչման արժանացած ծառայողներին եւ ստորաբաժանումներին։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։
Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։